հայտարարությունների մակարդակն է փոխվում, դուք գիտեք նախկինում սպառնալից, այսպես ասած, հայտարարությունները հիմնականում քարոզիչների շրթերից էին հնչում, օրինակ նույն Սալավյով, Դուգին, հետո Ռուսաստանի ԱԳՆ-ներ, նաև ԱԳՆ-ի տարբեր օղակներ, սկսած Խոսնակից, Մարիա Զախարովայից, նաև ինչ-որ տարբեր դեպարտամենտների ղեկավարներից նմանատիպ հայտարարություններ են անում, հիմա արդեն բարձրացել է ավելի բարձր մակարդակի եւ կարծում եմ սա նաև արտացոլում է, որ ռուսական կողմը ավելի, այսպես ասած, պաշտոնական ավելի բարձր մակարդակներից ուժեղացնում է իր նաև աշխատանքը այս ուղղությամբ, այսինքն ավելի կոշտ դիրքորոշում է նաև զբաղեցնում այս գործընթացների նկատմամբ, կարծում եմ սա շարունակական բնույթ է ունենալու առնվազն մինչև ընտրությունները եւ հայկական կողմի խնդիրը այստեղ իհարկե ինչպես նշեցի, ինչպես սեփական շահերը պաշտպանել եւ ինչպես հակազդել այս գործընթացներին, որովհետեւ ռուսական կողմը իմ կարծիքով պատրաստ չէ ինչ-որ լուծումների այս հարցերում ինքը ուղղակի ինչ-որ գծեր է գծել եւ թույլ չի տալու այդ գծերը անցնել։